Firdus Prime Residence-ում նշում են ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի նոր մասնաշենքի տանիքի տոնը։ Սա այն օրն է, երբ շենքն արդեն կանգուն է, իսկ շինարարությունը մտնում է ավարտական փուլ։ Ինչ հաջողվեց մեզ անել այս պրոյեկտում, սա իմ համար շատ կարևոր պրոյեկտ է։ 25 տարի հետո Հայաստանում բացակայելուց հետո Այս իմ առաջի պրոյեկտն է Հայաստանում և իրոք ես հպարտ եմ, որ հաջողվեց շատ լավ համախոհներ հավաքել և բոլոր այն մտքերը, որ կար իմ անցյալի փորձը աշխատելով տարբեր եվրոպական երկրներում կիրառել այս ծրագրում։ Տանիքի տոնը նորություն է Հայաստանում, առաջին անգամ այն նշվել է կրկին այստեղ, Firdus Prime Residence-ում։ Սա նշանակում է, որ շենքն արդեն կանգուն է և շուտով այն պատրաստ կլինի ընդունել աշակերտներին։ Firdus Prime Residence-ը պարզապես շենքեր չի կառուցում, այլ ստեղծում է համայնք, որտեղ կան դպրոցներ, մանկապարտեզներ, սպորտային ու ժամանցային տարածքներ, համայնք, որտեղ երեխաները կմեծանան ապահով ու գեղեցիկ միջավայրում։ Քաղաքի պրոֆեսիոնալներն են հավաքվել, շատ բարդ հարցերը մենք կարողանում ենք ստելուծել շատ հանգիստ, պրոֆեսիոնալ դաշտում։ Ես այս մեր պրոյեկտը համարում եմ ինքնաթիռի թռիչքի հետ, որովհետև եթե դու թռնում ես ճանապարհին, տարբեր քամիներ է հանդիպում և պիլոտը ընթացքում դզում է, կորեկտիրովկաներ է անում էլի այդ կուրսը։ Մենք հիմա այն նույն գործն ենք անում այստեղ։ Ավարտել ենք երկաթբետոնյա հիմնակմախքի աշխատանքները ու առիթը հանդիսանում է շինարարին շնորհակալություն ասելը և թևակողելը շինարարության մյուս փուլ։ Քանի որ դպրոցը չուներ սպորտային դահլիճ, նպատակը դպրոցի համար սպորտային դահլիճ կառուցելն էր և այո, սպորտային դահլիճի տանիքի տոնն է։ Ինչպես ասում են, հազարավոր խոսքերի փոխարեն ես Հրաչ ջան, ձեզ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, փոքրիկ հիշողություն։ Շնորհակալ եմ։ Նաև շնորհակալություն ենք ուզում հայտնել այս փուլում ակտիվ անկուն գիշերներ անցկացրած, Պրոդեկո ընկերությանը, պարոն Կազախեցյան, փոխանցել թիմի աշխատակիցներին, գլխավոր մեղավորին պատասխանատվություններ։ Նվերներ ու շնորհակալագրեր ունեն բոլոր կազմակերպությունները, որոնք մասնակցել են շինարարական աշխատանքների այս փուլին։ Սա պետություն, մասնավոր համագործակցության ու կառուցապատողների սոցիալական պատասխանատվության հերթական արձանագրումն է։ Որպես կառուցապատողների հայկական ասոցիացիա ողջունում ենք նմանատիպ միջոցառումները, երբ կառուցապատողների կողմից ակնհայտ է սոցիալական մեծ պատասխանատվությունը ձևավորել բարիք, արժեք, միջավայր բիզնեսին զուգահեռ, այսինքն իրականացնել բիզնես ներդրումներ, աշխատել գումար, դրան զուգահեռ նաև ձևավորելով գեղեցիկ միջավայր պետության կամ համայնքի համար։ Տվյալ դեպքում այս հաստատությունը դրա վառ օրինակն է, քանի որ իրականացվող քաղաքաշինական ծրագրին զուգահեռ ֆինանսավորվում է նաև ուսումնական հաստատության դպրոցի շենքի կառուցման աշխատանքները, ինչը ողջունելի է, գովելի է։ Հատկանշական է, որ դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը ներգրաված են հիմնականում հենց ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի շրջանավարտները։ Սա պետություն, համալսարան, մասնավոր համագործակցության օրինակներից ստացված օրինակներից մեկն է, հաշվի առնելով, որ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տարեստարի դիմորդների թիվը ավելանում է և մեր այժմ տնտեսությունում մեր մասնագիտական ուղղությունները բավականին պահանջված են։ Այդ առումով շենքը մեր սաների համար, հետագայում նաև ուսանողների համար լավ պայմաններ է ապահովում, որակյալ պայմաններ է ապահովում, ինչը զարգացման նոր հեռանկարներ է խոստանում։
Մասնաշենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել արդեն 2026-ին, սա նշանակում է, որ արդեն 2027-ին նոր ուսումնական տարին աշակերտները կուսանեն նոր ու հարմարավետ միջավայրում։ Fidus Prime Residence-ում ասում են, սա սովորական շինություն չէ, այլ վայր է, որտեղ վաղը ձևավորվելու են ապագայի երազանքները, կերտվելու են առաջին հաջողությունները, ծնվելու են նոր գաղափարներ։